Հարց Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բացառությամբ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների ճակերտավոր կեղծ դատավարությունը։ Հաջորդ դատական նիստերում կողմերը արդեն կներկայացնեն իրենց մեղադրանքները։ Խնդրեմ այս իշխանությունն ըստ էության որևէ քայլ չի ձեռնարկում մեր ռազմաքաղաքական եւ ոչ միայն մյուս գերիների վերադարձի մասով։ Մարդիկ են ձեռքերը լվացել են, գիտեք, հիմա որոշների դեպքում, գիտեք, հիմա երկու մակարդակի գերիներ կան։ Մեմ ասեն սովորական քաղաքացիներն են շարքային, որոնք պատերազմից մնաց ինչ-որ պայմաններում հայտնվել են Ադրբեջանի գերության մեջ, իսկ մյուս բաժինը արդեն ռազմաքաղաքական ղեկավարությունն Արցախի, ես կարծում եմ այս երկուսի մենք պիտի առանձնացնենք։ Ես ինձ թվում է, որ կարող է պատահի, պես ասած, Պապի հետ հանդիպում, որ ունեցավ Նիկոլը գնաց Թրամփի խոսքերը, որ ասել է ինչ-որ պես ասած, գուցե թաքուն ինչ-որ խոսքեր լինի, հաջորդ ընտրությունների սեմին հիմա Ալիևը ինչ-որ բոնուս անի այդ սովորական շարքային քաղաքացի մի շարք գերիների վերադարձնի Հայաստան, բայց մեծ է այն ռազմաքաղաքական մեր ղեկավարությունը այդքան հեշտ այնտեղից չեմ դժբախտաբար եմ ուզում ասել, որ Ադրբեջանը նրանցից չի հրաժարվելու, եթե փորձի հրաժարվել նրանց դիմաց շատ ծանր գին է ստա պահանջելու Ալիև Նիկոլից, որ Նիկոլը հաստատ դա չի տալու, որտեվ նրանց Հայաստանում հայտնվելը անշուշտ Նիկոլի համար էլ ձեռնտու չի, նրանց, այդպես ասած, այսօր գերության մեջ մնալը շատ ավելի ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, թե Ալիևն է դրանից գոհ, հիմա թե կարծում եմ Նիկոլն է դրանից գոհ, որ նրանք փախված ունեն, որտեղ շատ իրականություններ Արցախյան պատերազմի հետ դավաճանության մասին Նիկոլինը նրանք հստակ կերպով կարծում եմ ամենամոտիկ մարդիկն են, որ ունեն տեղեկություններ, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ տեղի ունեցավ, ինչպես պայմանավորված պատերազմով Արցախը վաճառվեց, այդ մարդիկ հստակ կերպով կարող են ապագայում Նիկոլի, այդպես ասած, համար կազմակերպող դատարանում կանգնեն ցուցմունքներ տան։ Հույսով եմ, որ միջին ժամանակ ինչ-որ հնարավորություն կլինի այդ մարդկանց ազատել, բայց պիտի փորձենք բոլորս մեր հույսը վառ պահենք եւ ինչ-որ կերպով փորձենք ամեն մեկս մեր հնարավորությունների սահմաններում աջակցենք այդ մարդկանց, որպեսզի միցև մեր ձայնը հասնենք իրենց, որ իրենք միայնակ չեն, տպավորություն չստեղծվի, որ մենք մոռացել ենք, պիտի հասկանան, որ մենք իրենց կողքին ենք, հույսով եմ, որ այդ պատգամը մի կերպ իրենց հասնում է։ Դժբախտաբար Ադրբեջանը տեսնում եք բոլոր կապի միջոցները, այդպես ասած, անջատված է, մի տեսակետից, թե գուցե միայն հեռախոսային կապերը կան, մի թեթև կարմիր խաչը գնում էր այցելության, հիմա չի գնում, բայց ես հույսում եմ, որ իրենց ընտանիքները, եթե հնարավորություն ունեն կապ հաստատեն, հատկապես մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, մեր կողմից, բոլորիս կողմից փոխանցեն, որ մենք իրենց հիշում ենք, իրենց կողքին ենք, ամեն մեկս Հայաստանում, Սփյուռքում փորձում ենք իրենց աջակցել եւ անհամբեր սպասում ենք իրենց վերադարձին, որը հույսով եք շատ ուշ չի լինել։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք։